Գլուխ 3 Զորության աղբյուրը Նրանք, ովքեր ընդունում են Աստծո առաջ շնորհքը և ճիշտ վարվում նրա հետ, կթագավորեն կյանքում Քրիստոսի միջոցով։ Հռոմեացիների 5:17 Ինչպես արդեն պարզեցինք, մենք կանչված ենք տիրելու այս կյանքում որպես թագավորներ և թագուհիներ։ Կյանք չպետք է իշխի մեզ, այլ մենք պետք է իշխենք կյանքում։ Եվ այստեղ հարց է ծագում. արդյոք ես ունեմ զորություն կամ կարողություն այդ անելու համար։ Շատ բարի, որպես օրինակ եկք քննենք չիխուախուա ցեղատեսակի շան և գրիզլի արջի վարքագծերը։ Չիխուախուաները փոքրիկ նուրբ շներ են։ Նրանք կարող են լինել համառ և անգամ անդրդվելի։ Չգիտեմ երբևէ նկատել ես այս շան պահվածքը ինչ-որ անծանոթի տեսնելիս։ Եթե այդ անծանոթը դու լինես, նա առանց դադարի կհաչի, որպեսզի քեզ հեռացնի իր ենթադրյալ տարածքից։ Նա կարող է նույնիսկ քո ոտնաթաթը կծոտել։ Եթե դու նրան մեղմորեն մի կողմ հրես, նա համառորեն կշարունակի իր հարձակումը, որպեսզի պարտադրի քեզ հեռանալ։ Բայց եթե դու հոգնես շան պահվածքից և սկսես մի լավ հարված հասցնել ու բարձր բղավել, չիխուախուան վախեցած ու ամոթալի պարտություն կրած կփախչի։ Ինչու՞։ Որովհետև այդ փոքրիկ շունն անզոր է ազդելու չափահաս մարդու վրա։ Իսկ եթե գրիզլի արջն է ցանկանում քեզ հեռացնել իր տարածքից, և եթե դու քեզ մոտ չունես մեծ տրամաչափի հրազեն, ապա մեծ խնդիր կունենաս։ Արջը կարող է հեշտությամբ տապալել քեզ և խլել կյանքդ։ Մենք քաջատեղյակ ենք, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք մեր ընթացքը հաջող ավարտենք։ Եվ դրանց դեմ պայքարելիս գիտենք արդյոք, որ իշխանություն ունենք այդ ուժերի վրա։ Երբ գործը հասնում է այդ գերբնական հակառակորդների դեմ մարտնչելուն, ինչպես ենք վարվում, չիխուախուայի թե գրիզլի արջի նման։ Որտեղից է գալիս տիրելու մեր զորությունը։ Պատասխանը կրկին գտնում ենք Հռոմեացիների 5:17-ում, որտեղ գրված է, որ մենք ի զորու ենք թագավորել, իշխել Աստծո առատ շնորհքի պատճառով, իմ արտասովոր կյանք գրքում ներկայացված է շնորհքի մանրամասն բացատրությունը։ Ուստի այստեղ ես կանդրադառնամ միայն ամենակարևոր կետերին։ Մեծ խզում։ Հենց առատ շնորհքի հարցում է, որ Միացյալ Նահանգների ավետարանական քրիստոնյաների միջև գոյություն ունի մեծ խզում։ 2009 թվականին մեր ծառայությունը հարցում անցկացրեց Միացյալ Նահանգների տարածքում, որի մասնակցել էին հազարավոր վերստին ծնված Աստվածաշնչին հավատացող, կիրակնօրյա եկեղեցական ծառայություններին հաճախող քրիստոնյաներ տարբեր հարանվանություններից և անկախ եկեղեցիներից։ Հարցման ընթացքում մարդկանց խնդրել էին տալ Աստծո շնորհքի 3 և ավելի բնորոշում՝ նկարագրություն։ Հարցվողների ճնշող մեծամասնությունն Աստծո շնորհքը բնորոշել էր որպես փրկություն, չվաստակած պարգև, մեղքերի թողություն։ Ես անչափ ուրախ եմ, որ ամերիկացի քրիստոնյաները հասկանում են, որ մենք փրկված ենք շնորհքով և միայն շնորհքով։ Փրկությունը չի գալիս այն ժամանակ, երբ մենք ցնցուղ ենք ընդունում կամ հաճախում ինչ-որ եկեղեցի, պահում կրոնական օրենքները կամ կատարում բավականաչափ բարի գործեր։ Եփեսացիների 2:8 և 9-ում հստակ գրված է. որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Ուրախալի է իմանալ, որ ավետարանական քրիստոնյաները լավ գիտակցում են, որ Աստծո շնորհքը հնարավոր չէ վաստակել կամ դրան արժանանալ, այլ միայն կարելի է ընդունել Գողգոթայում Հիսուս Քրիստոսի կատարած զոհին հավատալու միջոցով։ Բայց նաև իսկական ողբերգություն է տեսնել բարեպաշտ մարդկանց, ովքեր փորձում են վաստակել Աստծո բարեհաճությունը։ Ես ականատես եմ եղել սիրտ տրտմեցնող շատ ու շատ իրավիճակների, երբ հավատացյալ մարդիկ ապավինել են իրենց սեփական գործերին կամ վարքին, որպեսզի իրենց անձերը Աստծո առջև ճիշտ դիրքում կանգնեցնեն։ Կապ չունի, թե հասարակության համար որքան գովելի և բարի մարդ ես։ Եփեսացիների 2:8 և 9 խոսքերը մատնացույց են անում, որ դու երբեք չես կարող քո սեփական ճիգերով փրկել քեզ մարդկության վերահաս դատաստանից։ Փրկությունը հնարավոր է ստանալ միայն հավատքով, քանի որ դա Աստծո պարգևն է մեզ, տրված իր Որդու մահվան և հարության շնորհիվ։ Ցավալի է նաև տեսնել մարդկանց, ովքեր հավատքով ընդունել են հավիտենական փրկության, Աստծո պարգևը, բայց այնուհետև շարունակում են ապրել այնպես, կարծես իրենք կարող են վաստակել Տիրոջ շնորհքը սեփական գործերի միջոցով։ Այս հավատացյալները կարծում են, թե իրենք պետք է անխտիր երկարատև աղոթքներ անեն, հաճախակի ծոմի մեջ լինեն, շատ բարի գործեր կատարեն կամ այլ քրիստոնեական գործունեության մեջ ներգրավված լինեն։
Բայց տեսեք, որ Պողոս առաքյալը հարկադրված էր նկատողություն անել Գաղատիայի եկեղեցուն հենց այս վրիպման համար։ Ենթադրում եմ, որ դուք երբեք չեք ձգտել սրան, բայց սա հենց այն է, ինչ կատարվում է։ Երբ փորձում եք ապրել ձեր սեփական կրոնական ծրագրերի եւ մտահղացումների համաձայն, դուք կտրվում եք Քրիստոսից, ընկնում շնորհքից։ Գաղատացիների 5:4 Շատ տխուր է տեսնել այդքան շատ բարեպաշտ քրիստոնյաների, ովքեր այսօր հայտնվել են նույն թակարդի մեջ։ Իսկական ողբերգություն է տեսնել բարեպաշտ մարդկանց, ովքեր փորձում են վաստակել Աստծո բարեհաճությունը։ Հարցումից պարզվել էր նաև, որ Միացյալ Նահանգների քրիստոնյաներն ընդհանուր առմամբ գիտեն, որ Աստծո շնորհքով են մեղքերը ջնջված, եւ Եփեսացիների 1:7 հաստատում է այս հիասքանչ ճշմարտությունը, որով ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով։ Աստծո ձրի պարգևն է, որ քավում է մեր մեղքերը հավիտյան, փառք Աստծուն։ Տպավորությունն այնպիսին է, որ շատ ամերիկացի հավատացյալներ ամուր հիմնված են հետևյալ հիմնարար ճշմարտությունների վրա. Աստծո շնորհքը ներառում է փրկությունը, մեղքերի թողությունը եւ հանդիսանում է անվաստակելի պարգև։ Անկասկած ավետարանի ծառայողները հրաշալի գործ են կատարել շեշտելու համար շնորհքի այս 3 կարևոր հատկանիշները, եւ ես հավատում եմ, որ Աստված այս առումով շատ գոհ է։ Սակայն այս նույն հարցման ընթացքում բացահայտվել էր ցավալի իրողություն։ Հազարավոր հարցվողների միայն 2%-ն է պատասխանել, որ շնորհքը Աստծո զորությունն է։ Մինչդեռ ահա թե ինչպես է Աստված նկարագրում իր շնորհքը. Իմ շնորհքն այն է, ինչը հարկավոր է քեզ, որովհետև իմ զորությունը մեծ է, երբ դու տկար ես։ Կորինթացիների 2:12-9 Եթե դու ընթերցես այս սուրբ գրային համարը Աստվածաշնչի այն տարբերակում, որում Հիսուսի խոսքերը նշված են կարմիրով, իսկ մյուս բոլորը սևով, ապա կնկատես, որ վերոհիշյալ խոսքերը սև չեն, այլ կարմիր։ Ու թեև դրանք վկայակոչվում են Պողոս առաքյալի կողմից, այնուամենայնիվ այդ խոսքերը նրանը չեն, դրանք հենց Տիրոջ խոսքերն են։ Աստված շնորհքը բնութագրում է որպես իր զորություն։ Այն դեպքում, երբ հարցման համաձայն Միացյալ Նահանգների քրիստոնյաների միայն 2%-ն էր սա իմանում եւ հասկանում, ճշգրիտ տվյալը 1.9% էր, ինչը կազմում է ավելի պակաս, քան 2 հոգի 100 հավատացյալի հաշվով։ Մեր ամենակարող եւ ամենակալ Աստված շնորհքը նկարագրում է որպես իր զորություն, մինչդեռ 100 քրիստոնյայից հազիվ 2-ն են գիտակցում դա։ Սա չափազանց մտահոգիչ է։ Շնորհք, այսինքն զորություն։ Տկար բառը, որն օգտագործված է Կորինթացիների 2:12-9 խոսքում, նշանակում է անկարողություն։ Այլ խոսքերով, Աստված ասում է. «Իմ շնորհքը, զորությունը, բավական է, երբ դու բախվում ես այնպիսի իրավիճակների, որոնց հարցերը լուծելը քո կարողությունից վեր է»։ Պողոսը սա հաստատում է նաև մակեդոնացի հավատացյալների համար։ Բայց եղբայրներ, իմացնում ենք ձեզ Աստծո այն շնորհքը, որ մակեդոնացիների եկեղեցիներին տրված է, որովհետև իրենց կարողության չափ վկայում եմ եւ կարողությունից էլ ավելի։ Կորինթացիների 2:8-1-3 Աստծո շնորհքը Մակեդոնիայի քրիստոնյաներին ընդունակ էր դարձրել գերազանցել իրենց սեփական կարողությունը։ Այո, դա է շնորհքը, Աստծո զորությունը։ Ավելի վաղ Պողոսը միևնույն եկեղեցուն գրել էր. «Մեր հարաբերությունները ձեզ հետ կառուցվել են Աստծուց տրված ազնվության եւ անկեղծության վրա, Աստծո շնորհքի զորության, այլ ոչ թե մարդկային իմաստության վրա»։ Կորինթացիների 2:1-12 Այստեղ դարձյալ շնորհքը ներկայացվում է որպես Աստծո զորություն։ Պետրոսը նույնպես Աստծո շնորհքը բնորոշում է միևնույն ձևով. «Շնորհք եւ խաղաղություն շատանա ձեզ վրա, ինչպես որ նա աստվածային զորությունը, շնորհքը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է»։ Պետրոսի 2:1-2-3 խոսքերը։ Դարձյալ շնորհքը նկարագրվում է որպես նրա աստվածային զորություն։ Պետրոսն ասում է, որ աստվածահաճո կյանքով ապրելու համար անհրաժեշտ ամեն բան հասու է Աստծո շնորհքի զորության միջոցով, որը մենք ընդունեցինք հավատքի ձեռով։ Եկ այն ավելի խորը հասկանանք դիմելով հունարենի օգնությանը։ Նոր կտակարանում շատ հաճախ որպես շնորհք գործածված է հունարեն խարիզ բառը, որը Ջեյմս Սթրոնգն իր հեղինակավոր Աստվածաշնչի բացատրական բառարանում բնորոշում է որպես պարգև, օգուտ, բարեհաճություն, ողորմածություն
և առատաձեռնություն։ Եթե այս բնորոշումները զուգորդես հռոմեացիների, գաղատացիների և եփեսացիների թղթերի որոշակի սուրբգրային համարների հետ, ապա հստակորեն կտեսնես շնորհքի այն բնորոշումը, որին քաջատեղյակ է ամերիկացի քրիստոնյաների մեծամասնությունը։ Մինչդեռ Սթրոնգն այսքանով չի բավարարվում։ Նա հաջորդիվ շնորհքը բնութագրում է որպես աստվածային ազդեցությունը սրտի վրա և դրա արտացոլումը կյանքում։ Այս սահմանումից պարզ է դառնում, որ այն, ինչ կատարվում է սրտում, ստանում է իր արտաքին արտացոլումը, որն էլ ընդգծում է շնորհքի զորությունը։ Աստվածաշնչում ասվում է մեզ, որ երբ Բարնաբասը եկավ Անտիոքի եկեղեցի և տեսավ Աստծո շնորհքի ապացույցը, ուրախացավ։ Գործք 11:23։ Նա ոչ թե լսեց շնորհքի մասին, այլ տեսավ դրա ապացույցը։ Նա տեսավ սրտի ներքին զորացումը, որն արտացոլվել էր այդ մարդկանց ապրելակերպում։ Այդ իսկ պատճառով Հակոբոսը գրում է. «Ցույց տուր ինձ քո հավատքը, շնորհքը գործերից, և ես էլ ցույց կտամ քեզ իմ հավատքը, շնորհքը իմ գործերից»։ Հակոբոսի 2:18։ Ես հավատքը զուգակցեցի շնորհք բառի հետ, որովհետև մենք հավատքով ենք ընդունում Աստծո շնորհքը։ Այդ մասին կարող եք կարդալ Հռոմեացիների 5:2-ում։ Մեկ այլ խոսքով Հակոբոսն ասում է. «Թույլ տուր ինձ տեսնել զորության ապացույցը, որը ճշմարիտ ցուցիչն է այն բանի, որ դու իսկապես ստացել ես շնորհք հավատքի ձեռով»։ Աստվածաշնչյան բառերի Զոնդերվանի հանրագիտարանն այս նույնն է պնդում խարից բառի մասին։ Շնորհքը դինամիկ ուժ է, որի ներգործությունն ավելին է, քան Աստծո առջև մեր դիրքի վրա ազդելը, մեզ արդարությամբ օժտելով։ Շնորհքը ներգործություն ունի նաև մեր փորձառության վրա։ Այն Աստծո գործուն աշխատանքն է մեզանում, որն օգնում է հաղթահարել մեր տկարությունը։ Նոր Կտակարանում շնորհքին առնչվող ամեն մի սուրբգրային համարն ամենայն ուշադրությամբ կարդալուց, բոլոր հնարավոր հունարեն բառարանները ժամերով ուսումնասիրելուց և սահուն հունախոս անձանց հետ զրուցելուց հետո, շնորհքի իմ ընդհանուր սահմանումը մոտավորապես այսպիսին է. շնորհքն Աստծո անհատույց զորությունն է, որը մեզ տալիս է ընդունակություն, գերազանցելու մեր բնական կարողությունը։ Ինչու է դա ցավալի։ Ցավալի է, որ Միացյալ Նահանգներում քրիստոնյաների միայն 2%-ն է գիտակցում Աստծո շնորհքի զորությունը։ Միգուցե հարցնես. ինչու է դա ցավալի։ Ես ուզում եմ ներկայացնել դա ենթադրյալ մի պատմությամբ։ Ենթադրենք մենք որոշակի հետազոտություն ենք իրականացրել և հայտնաբերել ենք մի ցեղախումբ Աֆրիկայի հասարակածային մասում գտնվող Ամայի տափաստանում։ Այս ցեղախմբի մարդիկ մոտակա աղբյուրից քաղցրահամ ջուր վերցնելու համար ստիպված են ամեն օր 2 մղոն քայլել և այդ ջրի ծանր տարաները կրելով ջուր հասցնել իրենց ցեղի ժողովրդին։ Իսկ երբ սննդի կարիք են զգում, ապա այնպես չէ, որ կենդանիներն ուղղակի զբոսնում են նրանց բնակավայրում և ազդարարում. «Մենք ձեր ընթրիքն ենք, տեգահարեք մեզ»։ Բնավ ոչ։ Ցեղի որսորդները ստիպված են մեծ տարածություն կտրել անցնել, որպեսզի որսան դրանց, իսկ այնուհետև վայրի վարազ կամ այսքաղ սատկեցնելուց հետո այդ ծանրաքարշ կենդանու մարմինը քարշ տալ 8-ից 10 մղոն իրենց փոքր բնակավայրը հասցնելու համար։ Իսկ երբ անհրաժեշտ է լինում լրացնել ապրուստի այն պաշարները, որոնք անհնար է ձեռք բերել իրենց տափաստանային բնակավայրում, ապա ստիպված են լինում քայլել ավելի քան 35 մղոն դեպի մոտակա բնակավայրը և գնել կամ փոխանակել անհրաժեշտ պաշարները և այդ ամենով հանդերձ կտրել անցնել միևնույն տարածությունը։ Բոլոր այս հանգամանքներն ուսումնասիրելուց հետո մենք որոշում ենք նրանց հոգսը թեթևացնելու համար մի լավ նվեր անել։ Այո, մենք մտադիր ենք բարեհաճություն դրսևորել նրանց հանդեպ, լինելով ողորմած և առատաձեռն, և որոշում ենք նվիրել նրանց բոլորովին նոր Land Rover ամենագնաց մեքենա։ Գնելով մեքենան նավով փոխադրում ենք Աֆրիկա և հասցնում դա նրանց բնակատեղի։ Գտնելով այդ փոքր ցեղախումբը ու նրա առաջնորդին, հրավիրում ենք նրանց տեսնել Land Rover ամենագնացը և բնականաբար լայն ժպիտները դեմքներիս հայտարարում ենք. «Ահա սա մեր նվերն է ձեզ»։ Մեզանից մեկը նստում է ղեկին, առաջարկելով ցեղախմբի առաջնորդին զբաղեցնել առջևի ուղևորի համար նախատեսված նստատեղը և սկսում են գործարկել մեքենան։ Մենք երջանիկ բացականչում ենք. «Առաջնորդ, այս Land Rover-ը հիասքանչ է։ Այն ունի օդափոխման համակարգ, ուստի եթե դրսում 108 աստիճան է, ըստ Ֆարենհեյթի, դուք կարող եք ընդամենը սեղմել այս կոճակը և ջերմաստիճանի ցուցիչը կարգավորել 72-ի վրա և վայելել օդի զով ջերմաստիճանը, չնայած դրսի կիզիչ արևի և տոթ եղանակի»։
Այնուհետև մենք տեղեկացնում ենք նրան. այս Land Rover-ն ունի նաև ջեռուցման համակարգ, ուստի եթե դրսում ցուրտ լինի, սեղմելով այս կոճակը և ջերմաստիճանի ցուցիչը կարգավորելով 75-ի վրա, դուք կվայելեք օդի հաճելի ջերմությունը, անգամ եթե դրսում 40 աստիճանից բարձր ցուրտ լինի։ Մենք այս Land Rover-ում տեղադրել ենք նաև արբանյակային ռադիոընդունիչ։ Գիտես, թե ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու գտնվելով մեքենայի մեջ կարող ես լսել ուղիղ հեռարձակումներ աշխարհի բոլոր ծայրերից։ Հնարավոր է ռադիոընդունիչը կարգավորել Անգլիայում տեղակայված BBC ուղիղ հեռարձակվող ռադիոալիքի վրա։ Առաջնորդն ուղղակի ապշած է, բայց սա դեռ ամենը չէ, առաջնորդ, շարունակում ենք մենք։ Այս Land Rover-ում կա նաև DVD ձայնարկիչ։ Հանելով մի քանի տեսասկավառակներ, դրանցից մեկը տեղադրում ենք ձայնարկիչի մեջ, սեղմում ենք միացման կոճակը և առաջնորդը զարմանում է, տեսնելով էկրանին ցուցադրվող գունավոր ֆիլմը։ Սակայն սա էլ դեռ վերջը չէ, շարունակում ենք մենք։ Այս Land Rover-ում կա նաև CD ձայնարկիչ։ Մենք տեղադրում ենք փառաբանության մի ձայնասկավառակ և առաջնորդը հիանում է մեքենայից լսվող փառաբանության գեղեցիկ երաժշտությամբ։ Մենք երկուսով դուրս ենք գալիս Land Rover-ից և առաջնորդը հարցնում է. «Ինչ է հարկավոր տալ ձեզ այս հիասքանչ նվերի դիմաց»։ «Ոչինչ», վստահեցնում ենք նրան, «դուք երբեք ի վիճակի չեք լինի գնել այն մեզանից»։ Սա մեր անհատույց նվերն է քեզ և քո ցեղախմբին։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Առաջնորդն ու նրա ցեղախումբը հայտնում են իրենց երախտագիտությունը և մենք հեռանում ենք։ Սակայն ամիսներ անց հայտնի է դառնում, որ նրանք շարունակում են ամեն օր 4 մղոն ճանապարհ անցնել խմելու ջրի համար։ Շարունակում են որս անելու համար երկար տարածություն կտրել, իրենց ուսերի վրա տանելով սպանված կենդանիների ծանրաքաշ մարմինները, ինչպես նաև նախկինի պես 35 մղոն հոգնատանջ ճանապարհ անցնել մոտակա բնակավայրում անհրաժեշտ այլ պաշարներ ձեռք բերելու նպատակով։ Ինչու՞։ Այն պարզ պատճառով, որ մենք անտեսել ենք տեղեկացնել նրանց, որ այդ Land Rover-ի առաջնային դերը փոխադրումն է։ Մենք առաջնորդին ցույց ենք տվել ամեն ինչ, բացի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Այս Land Rover-ը կփոխադրի ձեզ ցանկացած վայր, ուր դուք կկամենաք, և ձեր բեռները կտեղափոխի ձեր փոխարեն։ Նմանապես շատ քրիստոնյա առաջնորդներ արևմտյան քրիստոնյաներին անտեսել են տեղեկացնել, որ Աստծո շնորհքի առաջնային ֆունկցիոնալ նշանակությունը նրա զորությունն է։ Առաջնային ֆունկցիոնալ նշանակություն։ Միգուցե չհամաձայնես ինձ հետ ասելով. շնորհքի առաջնային ֆունկցիոնալ նշանակությունը Աստծո զորությունն է։ Ինչպես կարող ես նման պնդում անել։ Վերջերս, երբ աղոթում էի, Տերն ինձ մի հարց ուղղեց, որը մտորելու առիթ տվեց. Որդիս, ինչպես եմ ես ներկայացնում շնորհքը նոր կտակարանում։ Լինելով 10-ից ավելի գրքերի հեղինակ, այդ հարցն իրոք ինձ հետաքրքրեց, քանի որ երբ իմ որևէ գրքում մի նոր տերմին եմ ներկայացնում, որին ընթերցողներից շատերը հնարավոր է տեղյակ չլինեն, ապա ես պարտադիր տալիս եմ դրա առաջնային նշանակությունը։ Այդ նույն գրքի շարունակության մեջ ես կարող եմ խոսել երկրորդային իմաստների մասին, սակայն չափազանց կարևոր է ցանկի հենց սկզբում ընդգծել տվյալ տերմինի հիմնական նշանակությունը։ Օրինակ, եթե Land Rover-ի մասին տեղեկացնելու նպատակով ես նամակ գրելիս լինեի այդ առաջնորդին, ապա առաջին իսկ պարբերության մեջ կազդարարեի. Հարգելի առաջնորդ, մենք ձեզ նվիրում ենք բոլորովին նոր Land Rover, որի առաջնային ֆունկցիան փոխադրումն է։ Այնուհետև քո ժողովրդի մարդիկ ստիպված չեն լինի ամեն օր երկար քայլել և իրենց ուսերին կրել ջրի ծանր տարաները։ Ձեզանից որևէ մեկը կարող է մեքենան վարելով հասնել այնտեղ և ջրի անհրաժեշտ պաշարը տեղափոխել բնակատեղի։ Այսուհետև քո ժողովրդի մարդիկ հարկադրված չեն լինի բազում մղոններ անցնել և սպանված որսը քարշ տալ բնակավայր։ Ինչ-որ մեկն ուղղակի կարող է մեքենայով հասնել սպանված որսի վայրը և տեղափոխել այն։ Ավելին, քո մարդիկ ստիպված չեն լինի քայլել 35 մղոն մոտակա բնակավայրից հարկավոր պաշարները ձեռք բերելու համար, այլ այդ ամենը 10 անգամ ավելի արագ կկարողանաք փոխադրել մեքենայով։ Land Rover-ի առաջնային նշանակության մասին շատ կարևոր է գրել հենց սկզբում, որովհետև առաջնորդը և նրա ժողովուրդը նախկինում երբեք ավտոմեքենա չեն տեսել։ Նամակի հաջորդ պարբերությունում կտեղեկացնեի օդափոխման և ջեռուցման համակարգերի մասին, ապա արբանյակային ռադիոընդունիչի և DVD, CD ձայնարկիչների մասին։ Իսկ նամակը կեզրափակեի նշելով, որ դա նվեր է։ Ավտոմեքենայի առաջնային ֆունկցիոնալ նշանակության մասին ես առաջնորդին կհայտնեի առաջին իսկ պարբերությունում։
Այժմ սա մտապահելով եկք վերադառնանք Տիրոջ ինձ ուղղված հարցին. ինչպես եմ ես ներկայացնում շնորհքը նոր կտակարանում։ Ես Տիրոջը պատասխանեցի. չգիտեմ։ Ապա նստելով համակարգչիս մոտ, բացեցի Աստվածաշնչյան համաբարբառը եւ սկսեցի պարզել, թե ինչպես է Աստված ներկայացնում շնորհքը նոր կտակարանում։ Հովհաննեսի 1:16-ում կարդում ենք. «Եվ նրա Հիսուսի լիությունից մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ»։ Ուշադրություն դարձրու, որ Հովհաննեսն օգտագործում է շնորհք շնորհքի տեղ արտահայտությունը։ Ես ունեմ Աթենքում բնակվող հույն ընկեր, նա Աստծո ծառայող է։ Բացի նրանից, որ հունարենը նրա մայրենի լեզուն է, նա տարիներ շարունակ ուսումնասիրել է նաև հին հունարենը։ Ընկերս պարզաբանեց ինձ, որ առաքյալն իրականում գրում էր, որ Աստված տվել է մեզ շնորհքի գերազանց առատությունը։ Մեկ ուրիշ խոսքերով, առաքյալը հայտնում է մեզ, որ շնորհքի ավելցուկը կամ առատությունը կայանում է նրանում, որ այն մեզ տալիս է Հիսուս Քրիստոսի լիությունը։ Արդյոք լսեցիր սա։ Հենց իր Հիսուս Քրիստոսի լիությունը։ Դա վկայում է կարողության և զորության մասին։ Ցանկանում եմ համոզված լինել, որ դու ըմբռնում ես այն, ինչի մասին խոսվում է այստեղ։ Պատկերացրու, ես մոտենում եմ միջին կարգի մի թենիսորդի, ով իր տեղական ակումբում ընդամենը 3-րդ կարգի խաղացող է։ Ես ասում եմ նրան. այժմ մենք ունենք գիտական միջոցներ, որոնց օգնությամբ ի վիճակի ենք քեզ տալ Ռոջեր Ֆեդերերի լիությունը, նրա ամբողջ ընդունակությունը։ Եթե թենիսից այդքան էլ գլուխ չես հանում, ասեմ, որ Ֆեդերերն այս սպորտաձևի պատմության մեջ մեծագույն խաղացողներից մեկն է։ Ինչ ես կարծում, ինչպիսին կլիներ այս 3-րդ կարգ ունեցող թենիսորդի պատասխանը։ Բնականաբար նա կասեր. ինչ հրաշալի է, ես ուզում եմ դա հենց հիմա։ Ինչ պետք է անեմ դա ստանալու համար։ Եվ ինչ տեղի կունենար, երբ մենք տայինք նրան Ռոջեր Ֆեդերերի լիությունը։ Հավանաբար կռահեցիր։ Նա կհաղթեր իր ակումբի առաջնությունը, ապա կհայտարարվեր և լավագույնը կճանաչվեր Միացյալ Նահանգների բաց առաջնությանը, իսկ այնուհետև ուժեղագույնի կոչումը կնվաճեր Ուիմբլդոնի մի քանի մրցաշարերում։ Այժմ ենթադրենք, ես մոտենում եմ նահանգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի նորաթուխ ուսանողի և ասում նրան. մենք ունենք գիտական միջոցներ, որոնք կարող են թույլ տալ, որպեսզի քեզ փոխանցենք Ֆրենկ Լոյդ Ռայթի լիությունը, այսինքն նրա ողջ կարողությունը։ Ինչ եք կարծում, ինչ կպատասխաներ մեզ այդ երիտասարդը։ Բնականաբար կբացականչեր. այո, ես ուզում եմ դա հենց հիմա։ Եվ ինչ կկատարվեր այս ուսանողի հետ, երբ մենք այդ միջոցները կիրառեինք։ Նա կլքեր համալսարանը և անմիջապես ձեռնամուխ կլիներ իր բազմախոստում կարիերային։ Այս ամենը լավ սերտելու համար բերեմ ևս մեկ օրինակ։ Ենթադրենք, ես մոտենում եմ մի ձախողակ գործարարի և ասում նրան. մենք ունենք գիտական միջոցներ, որոնց օգնությամբ կարող ենք քեզ տալ Բիլ Գեյթսի լիությունը, այսինքն նրա ողջ ընդունակությունը։ Ինչ ես կարծում, ինչպիսին կլիներ այս ձախողակ գործարարի արձագանքը։ Նա կաղաղակեր. ես ցանկանում եմ դա, եկեք կիրառենք դա։ Եվ ինչպես կվարվեր նա Բիլ Գեյթսի ողջ ընդունակությունը ստանալուց հետո։ Իհարկե կսկսեր մտածել, թե ինչպես ստեղծի նոր արտադրանք և կատարի գործարար ներդրումներ, որոնց մասին նա նախկինում երբեք չէր խորհել։ Սակայն շնորհքը մեզանից ոչ մեկին չի տվել Ռոջեր Ֆեդերերի, Ֆրենկ Լոյդ Ռայթի կամ Բիլ Գեյթսի լիությունը։ Դա կլիներ անչափ փոքր շնորհք։ Ոչ, Աստծո շնորհքը մեզ տվել է հենց իր Հիսուս Քրիստոսի լիությունը։ Ի վիճակի ես արդյոք ըմբռնել սա։ Դա նշանակում է կարողություն, դա նշանակում է զորություն։ Հետևաբար Աստված նոր կտակարանում շնորհքը չի ներկայացնում միայն ձրի պարգև, թեև ես հավիտյան երախտապարտ եմ, որ շնորհքը նրա ձրի պարգևն է, եւ ոչ էլ Աստված շնորհքը ներկայացնում է որպես մեր մեղքերի քավություն, թեև ես հավիտյան շնորհակալ եմ, որ նրա շնորհքը ջնջում է մեր մեղքերը, բայց Աստված շնորհքը ներկայացնում է նաեւ որպես զորություն, որի միջոցով մեզ տրվում է Հիսուս Քրիստոսի լիությունը։ Աստծո շնորհքը մեզ տվել է հենց իր Հիսուս Քրիստոսի լիությունը։ Նախորդ գլխից դու կարող ես մտաբերել Պետրոս առաքյալի խոսքերը, որ Աստծո շնորհքը մեզ դարձնում է աստվածային բնության հաղորդակիցներ։ Այդ մասին կարող ես կարդալ Պետրոսի 2-րդ թղթի 1:2-4-ում։ Իսկ բնություն, էություն բառը բնութագրում է անձի հիմնական հատկությունները։ Ուստի Աստծո շնորհքն անհատույց կերպով մեզ տալիս է հենց Հիսուսի հիմնական հատկությունների լիությունը։ Եվ սա է պատճառը, որ Հովհաննես առաքյալը գրում է. ինչպես նա է, այդպես էլ մենք ենք այս աշխարհում։ Ա Հովհաննեսի 4:17։ Կարող ես արդյոք ընկալել այս խոսքերի մեծությունը։ Սա ընդգծում է կյանքում թագավորելու մեր զորությունն ու ներուժը։ Աստծո շնորհքը վերստեղծեց մեզ, որ մենք լինենք ճիշտ այնպես,
ինչպես Հիսուսն է։ Եվ շնորհքը մեզ զորացրեց, որ մենք ապրենք այնպես, ինչպես նա ապրեց։ Մենք բառացիորեն Քրիստոսում ենք։ Մենք նրա մարմինն ենք։ Մենք միասին Քրիստոսն ենք երկրի վրա։ Մենք քրիստոնյաներ ենք։ Դրա համար էլ Հովհաննեսը համարձակորեն գրում է. նրանք, որ պնդում են, թե ապրում են նրանում, պետք է վարվեն, ինչպես Հիսուսը վարվեց։ Ա Հովհաննեսի 2:6։ Թույլ տուր, որ այս խոսքերը թափանցեն սրտիդ խորքը։ Մենք պետք է ապրենք ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն ապրեց այս երկրի վրա։ Սա սուրբ գրային առաջարկ չէ, այլ սուրբ գրային պատվեր։